Բարև ձեզ, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված ընդդիմությունը երբեք քաղաքական մտքով, քաղաքական օրակարգի բովանդակության բազմազանությամբ երբեք աչքի չի ընկել։ Այդ ընդդիմության քաղաքական օրակարգը 2018 թվականից մինչև օրս պտտվում է ընդամենը մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխություն եւ վերջ։ Ընդ որում իշխանության հասնելու եւ երկիրը փրկելու մասին խոսում են մարդիկ, որոնց ապաշնոր քաղաքականությունը բերեց հեղափոխության։ Մարդիկ օգնել էին ավելի քան 20 տարի երկիրը, կներեք բառիս համար, իրենց սեփական բոստանի վերածած հայտնի դեմքերից եւ ուժերից։ 2020 թվականի հայտնի ողբերգական իրադարձությունները եւ աշխարհաքաղաքական վերադասավորումները ալեկոծեցին Հայաստանի ներքաղաքական կյանքը, սակայն միևնույն է ընդդիմության PR-ով զբաղվող հայտնի ուժերի մտքի թռիչքը իշխանափոխություն է պետք ասելուց այն կողմ չգնաց։ 2020 թվականից սկսած տարին առնվազն 1-2 անգամ սեզոնային ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր կազմակերպում, փորձելով մոբիլիզացնել մարդկանց, որպեսզի իշխանությունը փողոցով վերցնեն։ Սակայն այդ ուժերը երբեք չեն կարողացել հրապարակ բերել բավարար թվով մարդկանց։ Պատճառները տարբեր են եղել, դրանց մասին շատ է խոսվել եւ շատ է քննարկվել, սակայն գլխավոր պատճառը մեկն է։ Ընդդիմության կոչվածի առանցքը նախկին նախագահներն են, որոնց շուրջ երբեք հանրային համախմբում չի եղել։ Իսկ նրանց միակ ասելիքն էլ պտտվել է մեկ հարցի շուրջ՝ այս իշխանությունը պետք է հեռանա։ Իսկ թե հետո ինչ են անելու, ոնց են անելու, այդպես էլ ոչ մեկ չի կարողացել մարդկանց բացատրել եւ ներկայացնել։ Ուշագրավ է, իսկ ավելի ճիշտ զավեշտալի է, որ այդ ընդդիմությունը այսօր խորհրդարանում փորձում է անել այն, ինչը չկարողացավ անել փողոցում։ Այդ ընդդիմությունը, որը չկարողացավ մոբիլիզացնել փողոցում մարդկանց, այսօր փորձում է մոբիլիզացնել падգամավորներին, որպեսզի իմպիչմենտի գործընթաց սկսի։ Իմպիչմենտի ռեալ հնարավորություն իմ կարծիքով կլինի միայն այն դեպքում, եթե իշխանափոխության պահանջ ներկայացվի փողոցում, իսկ այսօր փողոցում նման պահանջ չկա։ Նույնիսկ եթե կա էլ, ապա ոչ հաստատ այն ուժերի հետ, որոնք փոխկապակցված են նախկին նախագահների կամ նրանց շրջապատի մարդկանց հետ։ Հետևաբար իմպիչմենտի գործընթացը ավելի շատ ոչ թե հակաիշխանական, այլ թերևս ներընդդիմադիր պայքարի, գուցե նաև կեղծ պայքարի հերթական դրսևորումն է։ Դրա մասին վկայում է նաև իմպիչմենտի գործընթացի հետ կապված նախկին երկու նախագահների թիմակիցների արձագանքները, որոնց տողատակերում քիչ չեն նաև միմյանց հանդեպ խայթոցները։ Նրանք, ովքեր որոշ ժամանակ առաջ միմյանց մեղադրում էին Փաշինյանին իշխանության բերելու համար, այսօր փորձում են ցույց տալ, թե ով չի ուզում, որպեսզի Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Սա ինչ-որ առումով խոսում է նաև ընդդիմության քաղաքական PR-ով զբաղվող մարդկանց գաղափարական սնանկության մասին։ Այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հակաիշխանական ուժերի մակարդակը հասցնել քաղաքական նշաձողի գոնե մինիմալ մակարդակի եւ շարունակեցին ընդդիմության PR-ը կառուցել բոշա փչացած հայտնի հումորային սկեչի հայտնի արտահայտության մակարդակով։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։